նորություն ունենք, որը նախկինում չենք ունեցել։ Ֆոտոէֆեկտի Սարգ Նոհանավանի դպրոցում ստացած նոր գույքից մեկն է միայն, հիմնանորոգումից հետո այստեղ ձևավորվել են նոր ժամանակակից լաբորատորիաներ։ Ունենք այնպիսի լաբորատորիա այսօր, որ ես կերազայի ժամանակին ունենալ։ 5-ամյա փորձով ուսուցչի համար նոր սարքերը միջոց են աշակերտներին ֆիզիկայով այսպես ասած վարակելու համար։ Ասում է դասերը հիմա ավելի հետաքրքիր են, ավելի արդյունավետ։ Չեմ կարծում, որ ցուցադրական փորձից ավելի լավ բան կարող է լինել այդ մոտիվացիան ստեղծելու, երբ աշակերտը ինքն իր աչքով տեսնում է այն, ինչ տեսությունը գրված է գրքում։ Լաբորատորիաներն անհրաժեշտ չափանիշներին համապատասխանեցնելու համար դպրոցում 9000-ից ավելի միավոր գույք են ստացել, սկսած ծորակ կոլբաներից մինչև 4-500 000 դրամանոց սարքեր։ Պետությունը կրթական այսպիսի միջավայր ստեղծելու համար դպրոցի կառուցման ծախսից զատ ավելի քան 15 միլիոն դրամ գումար է ներդրել։ Մենք այս լաբորատոր սարքավորումների մեջ եւս ունեինք այնպիսի սարքավորումներ, որոնց գործածությունը մեր ուսուցիչների համար էր դժվարություն։ Ի բարեբախտություն մեզ անմիջապես նախարարության համապատասխան բաժնի միջոցով կազմակերպվեց սեմինար, դասընթաց, որի արդյունքում բոլոր սարքավորումները արդեն գործածում ենք։ Վերապատրաստումներից բացի ուսուցիչներին լաբորատոր սարքերը հավաքելու, դրանք օգտագործելու ձեռնարկներն են օգնել։ Մենք հիմա ակվարիումն ենք ուզում հավաքենք ու ձկներ աճեցնենք դրա մեջ, ու ակվարիումի հավաքելու հետ կապված այո կան տեխնիկական մոտեցումներ, որոնք մենք օգտվում ենք այդ ձեռնարկի։ Ակվարիումը այդ ձեռնարկը ձեզ ընդհանուր։ Պատկերացրեք շատ հագեցած ձեռնարկ է ինքը եւ բավականին մանրամասն ներկայացնում է, որ սարքը ինչպես կարելի է օգտագործել։ Ակվարիումը հավաքելու օգնության առաջարկս միանգամից է մերժվում, նախագծային աշխատանք է, աշակերտների հետ գլուխ կհանեն։ Առանց ճիշտ ռեակցիայի անհնար է որևէ խնդիր լուծել, իսկ այս ամենը տեսնելով արդեն մետաղը տեսնելիս մենք հասկանում ենք փոխազդեցություն տեղի կունենա, թե տեղի չունենա, ու արդյունքում գտնում ենք այսպես ասած խնդրի բանալի։ Սոֆիան այս տարի կավարտի դպրոցը, որոշումը կա բժիշկ է դառնալու։ Հունվարին է մասնակցել ընդունելության քննության, բուհի համար անհրաժեշտ միավորներն արդեն ունի, բայց այս ընթացքում դպրոցում նպատակային ուսուցման ժամանակ շարունակում է քիմիայի դասերը, գրանցած արդյունքը քննության երկրորդ փուլում բարելավելու համար։